Օրեր շարունակ համացանցում ակտիվորեն քննարկվում է երգիչ դերասան Գոռ Եփրեմյանի և նրա սիրելի պարուհի դերասանուհի Էլեն Հարությունյանի հարսանյաց հանդեսը։ Հարսանիքը տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանից մի շարք հյուրեր էին գնացել երեկոյին մասնակցելու։ Հյուրերի շարքում էր նաև ամերիկաբնակ երգիչ Նորոն իր կնոջ հետ։ Տարիներ առաջ այս զույգի մասին հայտնի դարձավ, երբ Նորոն հարցազրույցներից մեկում պատմեց իր յուրօրինակ սիրո մասին։ Մի պահ մտածում ես, թե ինչքան զորեղ է սերը, իսկապես երբ սիրում ես, թե հեռավորությունը, թե ժամանակը որևէ կերպ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ քո սիրուն հասնելու համար։ Սրա վառ ապացույցն է երգչի և նրա կնոջ սիրո պատմությունը։ Արմինեի հետ ծանոթացել եմ 10-րդ դասարանում, երբ պարապում էի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար։ Մի խմբակ էի հաճախում, ուր նաև Արմինան էր գալիս։ Մենք շփվում էինք, ուղղակի լավ ընկերներ էինք, հետո շատ մտերմացանք, ընդունվեցինք կոնսերվատորիա ու արդեն ամեն օր տեսնվում էինք ժամերով զրուցում։ Կինս շատ լավ կանոնահարուհի է, բայց այլևս չի նվագում, ինչ եկել է Միացյալ Նահանգներ, մոռացել է իր կանոնը, ուրիշ բիզնեսով է զբաղվում, գեղեցկության սրահում է աշխատում։ Երկար ժամանակ շփվելուց հետո երիտասարդ երգիչը սեր է խոստովանում ընկերուհուն, դրական պատասխանը երկար սպասեցնել չի տալիս։ Չնայած իրենց բավական երիտասարդ տարիքին նրանք նշանադրվում են, նշենք, որ այդ ժամանակ երգիչն ընդամենը 16 տարեկան էր։ Այնքան էի խանդում, որ ասում է այսօր դաշ չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ կտեսնեմ։ Լրջացավ ու ծնողների հետ խորհրդակցելով որոշեցինք նշանվել։ Մեր նշանադրությունը կատարվել է 16 տարեկանում, 8 ամիս հետո մի օր ընկերուհիս տխուր եկավ, Միացյալ Նահանգներ էին մեկնելու։ Գիտեի օրերից մի օր գալու է այդ օրը, հայրն ու եղբայրը այնտեղ էին։ 5 տարի չեմ կարողացել նշանածից տեսնել, շատ արցունք թափեց, բայց եթե մնար, պետք է ամուսնանայինք, իսկ մենք պատրաստ չէինք, փոքր էինք։ Նշանածից հեռու գտնվելը շատ ծանր էր, բազմաթիվ փորձեր էին Ամերիկա մեկնելու ապարդյուն էին անցնում։ Նրանց բաղձալի հանդիպումը տեղի է ունենում Բաթումիում, 40 օր հիասքանչ օրեր անցկացնելով գալիս է զույգի բաժանման պահը։ Երկրորդ բաժանումն առաջին բաժանումից ծանր տարա։ Մեր հանդիպումն ուժ տվեց, հասկացանք, որ նույնն ենք մնացել, իրար սպասել ենք։ Եվ վերջապես մի քանի ամիս անց առաջարկ ստացա մասնակցել Armenian Golden Star մրցանակաբաշխությանը։ Այս անգամ ավելի լուրջ էին փաստաթղթերս, ավելի վստահ կայացած ու ինչ-որ բան արած մտա դեսպանատուն։ Թույլ տվեցին Ամերիկա մեկնել։ Մի վայր, որն ինձ համար դարձել էր անհասանելի երազանք, երբ անցա, մտերիմներս ինձնից շատ էին ուրախացել, չէին հավատում։ ԱՄՆ ուղևորվեցի փետրվարի 12-ին DJ Սերժոյի, Ալեն Սիմոնյանի, երգչուհի Եվայի հետ։ Թողում էի իմ աշխարհը, գնում ուրիշ տեղ նոր կյանք սկսելու, իմ առանձին ընտանիքն ունենալու։ Զույգն իր հարսանեկան արարողությունը կազմակերպել է ԱՄՆ-ում, հարսանիքը հուլիսի 10-ին էր, իմ կնոջ ծննդյան օրը։ Այստեղ մի քանի տարի առաջ են սկսում պատրաստվել արարողությանը։ Մենք 5 ամսում հասցրինք, շատ լավ անցավ։ Ադատներ կային, որ պահպանել էինք։ Անպայման ուզում էի խորանի մոտ սպասել, աներս էլ իր աղջկա ձեռքն ինձ հանձնի։ Այդպես էլ եղավ, Սուրբ Կարապետ եկեղեցում պսակադրվեցինք։ Ծանր փորձություններ հաղթահարած զույգն արդեն ապրում է լիակատար երջանկության բերկրանքը։ Նրանք երեխաներ ունեն։ Նշենք նաև, որ երեկոյի ընթացքում զույգն աչքի էր ընկել իր ակտիվ մասնակցությամբ։ Նրանք նաև աչքի էին ընկել իրենց սիրառատ պարով, որտեղ երևում էր միմյանց հանդեպ տածած սերն ու զգացմունքները։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք այն մասին, թե ով էր Գոռ Եփրեմյանի և Էլեն Հարությունյանի հարսանիքի քավորը։ Աչքից չի վրիպել, որ Գոռի և Էլենի հարսանիքի քավորը Գոռի պրոդյուսերն է։ Վերջինիս անունը Ալեքսանդր է։ Նա տարիներ շարունակ զբաղվել է շատ հայ հայտնիների պրոդյուսինգով, այժմ զբաղվում է Գոռ Եփրեմյանի պրոդյուսինգով։ Վերջինս ռեստորան ունի նաև Հայաստանում, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Դե իսկ քավոր կինը Երևանի պետական համալսարանի դասախոս Իրինա Մխիթարյանն է։ Վերջինս բավականին սիրված է իր ուսանողների շրջանում։ Զույգը հարսանիքի համար մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հենց այնտեղ մեծ ակտիվություն և մասնակցություն ցուցաբերել կարևոր օրվա առթիվ։ Նշենք նաև, որ Իրինան և Ալեքսանդրը 2 դուստր ունեն։ Իսկ այժմ ներկայացնում ենք Էլեն Հարությունյանի մայրիկի տեսքը դստեր հարսանիքին։ Նշենք, որ Էլեն Հարությունյանի մայրը Ելակետ լրատվականի Գոնե ֆոնդով հայերը հաղորդաշարի հեղինակ վարող Աննա Ռաշիդի Կարապետյանն է։ Էլենի մայրը բավականին երիտասարդ և գեղեցիկ տեսք ունի։ Նշենք, որ հարսանեկան արարողությունն անց է կացել ջերմ մթնոլորտում մտերիմների և արվեստի աշխարհի հյուրերի մասնակցությամբ։ Էլեն Հարությունյանը հայտնի է որպես երիտասարդ բազմատաղանդ արվեստագետ, դերասանուհի, պարուհի և ուսուցիչ։
ուսուցիչ։ Նրա ստեղծագործական ուղին առանձնանում է նրբաոճ կատարումներով և բեմական ինքնատիպությամբ։ Էլենի ընտրյալը հայտնի երգիչ ու դերասան Գոռ Եփրեմյանն է։ Զույգը երկար տարիներ համագործակցել է ստեղծագործական միջավայրում։ Նրանց ամուսնությունն արժանացել է շոու բիզնեսի և հայ համայնքի հիացմունքին։ Ավելի վաղ ներկայացրել ենք այս հարսանիքից մի շարք կադրեր, թե ինչպես էր Գոռ Եփրեմյանը պարով հանդես եկել մոր հետ, թե ինչպես էր հուզել ներկաներին։ Դե իսկ Էլեն Հարությունյանի հարսանեկան պարը պարզից էլ որ տարբերվելու է իր տեսակով։ Էլենը պարել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, որին նաև մասնակցություն է ունեցել իր հայրը դուդուկի կատարմամբ։ Հոր և դստեր այս տեսակ ելույթը հուզել է դահլիճին։ Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը արդեն մի քանի տարի է ապրում և գործում են ԱՄՆ-ում։ Նրանց երկրպագուները հաճախ են նկատել համատեղ լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ակնարկում էին սերտ ու վստահելի հարաբերությունների մասին, իսկ հարսանեկան լուսանկարների հրապարակումը դարձավ նրանց կապի պաշտոնական ու գեղեցիկ հաստատումը։ Արվեստի աշխարհում հայտնի այս զույգը երկար ժամանակ է ինչ համագործակցում է տարբեր նախագծերում։ Նրանց ամուսնությունը մեծ ուրախությամբ է ընդունվել երկրպագուների կողմից։ Կադրերում երևում է, թե ինչպես է Գոռը կնոջը Էլենին հարսանեկան զգեստով տեսնելիս հուզվում։ Նշենք նաև, որ երեկոյին ներկա են նաև հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, ովքեր ապրում և արարում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ներկայացնում են Գոռի և Էլենի գեղեցիկ և յուրօրինակ հարսանեկան բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։